Մեզանից յուրաքանչյուրը, ով որ ճանաչում է Հիսուսին եւ սպասում է նրան ամբողջ անսահման սիրով լցված, բնականաբար մենք ամեն վարքյան ուզում ենք հանդիպել, թողնել այս ամենը եւ հանդիպել մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Եվ այդ ցանկությունը այնքան մեծ է, որ քանի այն ձգձգվում է այդ հանդիպումը, դա մեծ ցավ է պատճառում մեր սրտին։ Նրանք, ովքեր Հիսուս Քրիստոսին են պատկանում, այս աշխարհը նրանց պետք չի, նրանց հետաքրքիր չի։ Մենք շատ լավ գիտակցում ենք, որ սա մեր ժամանակավոր տունն է, որտեղ պետք է ապրենք, մինչև որ հանդիպենք մեր Տիրոջը եւ գնանք մեր իրական տանը ապրելու։ Սակայն այստեղ հենց մենք անցնում ենք այն ճանապարհով, որի վերջում մենք դառնում ենք այնպիսին, ինչպիսին որ Աստված կամենում էր, ինչպիսին որ Աստված կամենում էր, որ մենք լինեինք, եւ դա դժվար ճանապարհ է։ Այդ ամբողջ ճանապարհին սատանան ամեն կերպ փորձելու է մեզ խանգարել, մեզ շեղել, մեզ մոլորեցնել, մեզ այնպիսի հարվածներ տալ, որ մենք ընկնենք ու չկարողանանք վեր բարձրանալ։ Սատանան փորձելու է մեզ գցել իր ծուղակը եւ ամեն ինչ անելու է, որպեսզի մենք չկարողանանք ոտքի կանգնել, չկարողանանք շարունակել մեր ճանապարհը մեր Տիրոջ հետևից քայլելով։ Նա փորձելու է մեր մեջ կասկածներ գցել, իսկ կասկածները իրենք կասկածի ոգին մարդուն շատ է կարող թուլացնում եւ հյուծում է։ Մարդը հյուծվում է, եթե ընկնում է կասկածի ոգու ազդեցության տակ։ Եթե դուք կասկածներ եք շատ ունենում, աղոթեք Տեր Հիսուս Քրիստոսին, խնդրեք նրա անունով, որ Աստված ձեզ ազատի կասկածի ոգուց։ Աղոթքի ժամանակ նշեք. Տեր իմ Հիսուս Քրիստոսի անունով խնդրում եմ քեզ, իմ Տեր Աստված, ազատիր ինձ կասկածի ոգուց։ Ամբողջ սրտով աղոթեք եւ դա տեղի կունենա, կհեռանա այդ ոգին ձեզանից, որովհետեւ դա քանդող է, դա ավերող է այդ ոգու ներկայությունը։ Սատանան ամեն ինչ անելու է, որպեսզի մենք մեր ճանապարհը չհասնենք մինչև վերջ։ Նրանք ով մինչև վերջ կհամբերեն, նրանք կլինեն Տիրոջ հետ։ Եվ համբերել, սպասել հենց դա է, անցնել այդ ամենի միջով։ Ինչքան մոտենում է Տիրոջ գալստյան օրը, այնքան դժվարանում է։ Եթե ինչ-որ մեկը սկսել է Տիրոջը սպասել 5 տարի առաջ, կամ 10 տարի առաջ, կամ ավել, դա նույնը չի եղել, ինչ որ վերջին 1-2 տարվա սպասումները, 3 եւ վերջին նույնիսկ մի քանի ամսվա սպասումները, որովհետեւ գնալով մենք ավելի ենք մոտենում հանդիպման պահին Տիրոջ հետ եւ գնալով Աստված մեզ ավելի շատ նշաններ է ցույց տալիս, որ ինքը գալիս է եւ աշխարհում տեղի են ունենում Աստվածաշնչյան մարգարեությունները մեր աչքի առաջ, այսինքն մենք հասկանում ենք, սեղմվում է կարծես օղակը եւ չարի կողմից ճնշումները մեծանում են եկեղեցու վրա, Հիսուս Քրիստոսի զավակների վրա։ Այսինքն կես տարի առաջ ու հիմա նույնը չի, մի տարի առաջ ու հիմա նույնը չի, օր-օրի ժամ առ ժամ Աստծո թույլտվությամբ չարի ճնշումները եւ չարի իշխանությունը մեծանում է երկրագնդի վրա, մարդկության վրա։ Եվ յուրաքանչյուր ճշմարիտ քրիստոնյա, Հիսուսի եկեղեցու մասնիկ, անդամ իր վրա ամեն օր ավելի մեծ ճնշում է զգում եւ ավելի կարծես նեղ ու դժվար է դառնում մեր ճանապարհը։ Եվ դրանով էլ ենք մենք հասկանում, որ ժամանակ չկա, որ ավելի ենք մոտեցել Տիրոջ հետ հանդիպման պահին։ Ես երբեմն իմ մտքում, աղոթքներում, խոսքում Տիրոջն ասում եմ, որ Տեր Աստված, իմ Տեր Հիսուս Քրիստոս, ես քեզ սպասում եմ տարի ու կես է դեռ, բայց կամ մի փոքր ավել միգուցե, բայց տպավորությունը, թե ես արդեն 10 տարի քեզ սպասում եմ։ Դա ինչից է, որովհետև ինչքան մոտենում ենք Տիրոջ հետ հանդիպման ժամին ու օրվան, այնքան դժվարանում է։ Եվ այնքան պիտի սիրես քո Տիրոջը,
որ անցնելով այդ դժվար ճանապարհով ամեն օր ավելի ու ավելի նվիրվես Հիսուսին։ Մենք ավելի ենք մեր Տիրոջը սիրում, մենք ավելի ենք մեր Տիրոջը նվիրվում, մենք ավելի ենք նրան գնահատում, նա մեզ ավելի թանկ է դառնում եւ ավելի երանելի ու երազելի է մեր համար դառնում այն պահը, թե երբ մենք մեր Տիրոջը կտեսնենք։ Այսինքն, երբ անցնում ես դժվարության միջով, հենց այդ ժամանակ է պետք Տիրոջը, որ դու իրեն հավատարիմ մնաս եւ սիրես ավելի։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, փառք մեր Սուրբ Երրորդությանը, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով շնորհակալ ենք Տեր, շնորհակալ ենք, որ մեզ տանում ես քո հետևից, քո ճշմարիտ ճանապարհով եւ մեզ օրհնում ես եւ ողորմում ես եւ ներում ես եւ սրբում ես։ Մենք քո զավակներն ենք, մեր Տեր Աստված, շնորհակալ ենք, թող քո կամքը լինի։